Բարի ուշ երեկո, հարգելի համաքաղաքացիներ, ես հիմա գտնվում եմ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի դիմաց, ուզում եմ ձեզ տեղյակ պահել Չախոյան Արտուրի դեպքի վերաբերյալ և Չախոյան Արտուրի վիճակի մասին և տանել երկու զուգահեռներ։ Տեսեք, հարգելի համաքաղաքացիներ, մի պահ երևի բան անեմ, դանդաղեմ, որպեսզի մեր համաքաղաքացիները արդեն մարդիկ միանում են, ես հիմա ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի դիմաց եմ, ուզում եմ տեղյակ պահել Չախոյան Արտուրի վիճակի մասին, դեպքի վերաբերյալ, տեսեք ինչն է հետաքրքիր, երբ որ Չախոյան Արտուրը հրապարակում է հայտնի տեսանյութը և Տիգրան Ավինյանին ասում դու կապ ունես սրա հետ, կաշառվեցել ես թե չէ, եթե չէ, հերքի կամ հակառակն ասա, որովհետև համայնքային հողազավթման մասին էր խոսքը, այդ ժամանակ էլ են հարձակվում Արտուրի վրա Չախոյան, Արտուրը դիմում է ոստիկանությունը դրսևորում է հանցավոր անգործություն, ինչու եմ ասում հանցավոր անգործություն, որովհետև դրա արդյունքում տեղի ունեցա այսօրվա դեպքը։ Այսօր Արտուրը Չախոյան, տեսնելով, որ Վարդանին Ղուկասյան, Գյումրիի քաղաքապետին մեղադրանք են ներկայացնում, որ համայնքային հողը զավթած լինելու, թվացյալ զավթած լինելու մեջ ինչ-որ անհասկանալի, որովհետև պաշտոնական լրահոսը այդքան էլ հասկանալի չի եւ ընդունելի չի, այդ դեպքը, որ համայնքային հողի հետ կապված խնդիր է, գնում է նույն տեղը, որպեսզի զուգահեռներ անցկացնի, ասի այդ ոնց է լինում, որ Վարդան Ղուկասյանի պարագայում դուք գործ եք հարուցում, իսկ ստե ակնհայտ ցույց ենք տալիս եւ դուք ջայլամային քաղաքականությամբ գլուխներդ մտցնում եք հողի մեջ, ոչինչ չեք նկատում։ Երբ որ Արտուրը գնում իջնում հասնում այնտեղ, փորձում է նկարահանում կատարել, Բորենիների ոհմակի պես հարձակվում են Արտուրի վրա, ծեծում են Արտուրին, քանի որ նկարահանել էր այդ բոլորը, նաև նկարահանել են հեռախոսը գողանում են Արտուրի, մոտ 5 հոգով են լինում, բայց մեր շատ մտահոգ քաղաքացիներ այդ նույն պահին նկարահանում են, տեսանյութով նկարահանում են իրանք, այդ բոլոր փաստերը, եթե չեմ սխալվում էլ, այս պահը բոլորը տեսնում են։ Եվ ինչն է հետաքրքիր, որ ոստիկանությունը անգործության մատնվելով, այսինքն 2 օր առաջ այս դեպքը կամ 4 օր առաջ այդ դեպքը եղել էր, իրենք պարտավոր էին գնահատական տալ միջադեպին, բայց իրանք դրսևորել են իմ գնահատմամբ հանցավոր անգործություն եւ դա բերել ավելի մեծ չարիքի։ Կոռուպցիայի բացահայտումը հետեւել է ծեծ, հետեւել է գողություն։ Ու ինչն է հետաքրքիր, որ սա այս իշխանության գործելավոճն է։ Ինչն է աբսուրդ, երբ որ Արտուրը տեղից զանգում է ոստիկանություն, ինձ ամենայն դեպս Արտուրն այդպես էր ասում, ոստիկանությունից չեն գալիս, տեսնեն ինչ եղել, ոնց է եղել։ Իսկ ոստիկանության խնդիրը Գյումրիում այդ վայրագություններն անելն էր, հասկանում եք։ Մենք տեսել ենք իրանք Գյումրիում ոնց էին քաղաքացիների վրա հարձակվել, այդ կարմիր բերետավորների, այդ արատավոր, այդ նողկելի պահվածքն ենք տեսել, որն անընդունելի էր եւ ինչն է հետաքրքիր, որ ոստիկանությունից Արտուրին Չախոյան այդ զանգերը մնում է անպատասխան։ Գալիս է ոստիկանություն, Արտուրը ինչ էր անում, մի պահ Արտուրը Չախոյան դուրս է եկել, որպեսզի մի հատ լվացվեր, նորից հետ է գնալու լրացուցիչ ցուցմունք տալու հետ կապված եւ խիստ դատապարտելի է ուժի կիրառումը։ Խիստ դատապարտելի է, երբ որ կոռուպցիան բացահայտվում է, երկու զուգահեռներ։ Գյումրիում նույնի հետ կապված 5-6 հազարական զորք ուղարկում եք, շոուներ եք ցույց տալիս, նայում ես զզվելի, գաղջ մթնոլորտ, հասկանում եք, ու այդ ֆոնի վրա Երևանում հողազավթում է լինում եւ 0 արձագանք, 0, հասկանում եք, հիմի որ ֆրանկ իրանց ասենք դուք թալանչի եք, կոռուպցիոներ եք, իրանք նեղվելու են։ Ես առավել քան վստահ եմ, որ եթե սրա փոխարեն լիներ ընդդիմադիր, այսինքն այսօրվա իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը լիներ ընդդիմադիր, ոստիկանության 8 հերը կանիծեր, 8 հերը, հասկանում եք, ու մի նեղվեք, որ ասում են կոռուպցիոներ եք։ Արտուրը Չախոյան ուզում ասեմ, որ ստացել է մարմնական վնասվածքներ եւ թե մարդկային, թե տղայական, թե ամեն ձև, որ դուք նայում եք, 5 հոգով հարձակվել մեկ մարդու վրա անընդունելի է։ Ու ինչն է հետաքրքիր, որ ոստիկանությունը շատ լավ գիտի ով են, շատ լավ գիտի ամբողջ ընթացքը, բայց այս պահին ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Խիստ, կրկին անգամ ասում եմ, խիստ դատապարտելի է։ Իսկ մի պարագայում դուք նայում եք կոռուպցիան բացահայտվում է, դուք բերաններդ ինչ-որ մի բանով ծեփում եք, մյուս պարագայում մարդկանց գլխին գործ եք սարքում։
եւ դա դուք եք, մի նեղացեք, որ ձեզ մեղադրում ենք։ Ես եկել եմ Արտուրի մոտ, Արտուրը պայքարող կերպար է, ինքը կոռուպցիայի դեմ պայքարում է եւ ինչով կարող եմ աջակցելու եմ նրան ես, հասկանում եք, այս պարագայում անթույլատրել է մի պարագայում մանկապարտեզի խայտարակ վիճակն են ցույց տալիս, հաջորդ օրը երբ որ լինում է հանրային լսում, որ 67 հոդվածի տակի, եթե չեմ սխալվում, հողերը պիտի սեփականաշնորհվեն, այս անեն, այն անեն չի թողում, որ էլիտար շենքեր սարքեն կանաչ գոտու փոխարեն տեղի անենում ծեծ կռիվ, այսինքն պասերով իրար հետ գնում են, էլի, ու մյուս պարագայում լինում է այս դեպքը։ Հիմա այսինքն դուք մտածում եք, sense կարողանալու եք լռեցնել պայքարող մարդկանց, գլուխներդ քարին եք տվել, այդպես բան չի կարա լինի։ Սան հետևելու է օրինակ նույն Գյումրիի դեպքերը, ես ձեզ ասեմ, շատ վատ կանխատեսում ունեմ։ Կանխատեսում եմ, որ գործերը մակագրվելու է Մասիս Մելքոնյան կերպարներին, մարդկանց փորձելու են վախ գեներացնել, ձեզանից վախեցող չկա։ Շատ ուղիղ եմ ասում։ Եվ հիմա ես գտնվելով Մասիվի ոստիկանության դիմաց ավարտում եմ իմ ուղիղ այս լայվ վիճակով ձեր հետ զրուցելը, հարգելի համաքաղաքացիներ, լրացուցիչ ձեզ ինֆորմացիա կտամ։ Ես փորձել եմ հասցնել, տեսնեմ կարողանամ նաև գնալ կոռուպցիոն դատարան ի աջակցություն գյումրեցիների, որովհետև մեր իշխանությունը ցույց է տվել, որ ինքը ձայնագրությունները կտրատում է, իրան որ մասը պետք է դա ցույց տալիս, որ մասը պետք չի դա կտրում ցույց տալիս, հասկանում եք, եւ վստահությունը դարձել է 0։ Իշխանության նկատմամբ վստահությունը 0 է։ Ես քայլերով մոտենում եմ Արտուրին, տեսնեմ ոնց է, հասկանալի պատճառներով իրենքը եթերին չի միանա, կապի մեջ կլինենք, ձեզ ընթացքից տեղյակ կպայեմ։ Եվս մեկ անգամ ասում եմ, խիստ դատապարտելի է ուժի կիրառումը, խիստ դատապարտելի է կոռուպցիոն երևույթը, ու եթե ՔՊ դուք սրա քավորը չեք, ինչի եք լռում։